Վաղ առավոտից այստեղ եք դուք, ինչ խնդրով եք եկել, կառավարության անդամների ներկայացրել եք։ Մենք բոլորս վարորդներ ենք, բեռնափոխադրումով ենք զբաղվում։ Մեր խնդիրը, որ մեր խոսքը, մեր ձայնը հասանելի լի կառավարությանը, ներկա պահին մենք խնդիր ունենք միջնորդ կամպանիաների հետ, որը որ շատ բեռներ կա, մեզ հասանելի չի, բայց վրացիներին են, վրացական չաթերը մա, մեր բեռները առաջինը, երկրորդ հերթին մեր կառավարությունը, մեր հարգային այս բեռները մի քիչ թիթևցնի էլի, մեր ծախսերը նկատի ունենան, Ռուսաստանի հետ կախված լսած սայլարկեքը, Վրաստանի հետ կախված ծախսերը, այդ ամեն ինչը հաշվի առնեն։ Կներկայացնեք ձեր ծախսերը, որքան եք ծախսում մեկ բեռ Հայաստան բերելու համար։ Բեռ ծախսելու համար մենք ծախսում ենք նայած Ռուսաստանը որ ուղղությամբ կգնաս, Մոսկվան 2 տոն ու կես սայլար կգնեմ, այնտեղ ճանապարհները սաղ վճարովի է, Ռուսաստանի ճանապարհները վճարովի է։ Դուք հիմա Հայաստանի կառավարությունից ինչ եք ակնկալում, որ ինչ անեն։ Որ այդ ամեն ինչը վերանայեն, որ հասանելի լի մեզ բեռները առաջի հերթին, ոչ թե վրացիներին այլ ազգեր բարձեն, այլ Հայաստանի մեքենաներին բարձեն, այդ հարգային ծանր բեռը մի քիչ թիթևցնեն վարորդների վրից, որ կարողանանք մեքենա պահենք, առանց այն էլ գին չկա էլի։ Որ Հայաստանը բեռը, հարկային բեռը թեթևացնի, թե թեթևացնի մենք չենք ասում հարկ չտանք, մենք չենք ասում հարկ չտանք, տանք, բայց մեր ծախսերը հաշվի առնելով, որը որ իրանք ծախսերը հաշվի չեն առնում, Ռուսաստանի կախված, Վրաստանի հետ կախված, մենք տրանզիտ կայինք մուծեն Վրաստան, որ ուղղակի Վրաստանը հատում ենք, 1000 լարի համարյա մենք փող ենք ծախսեմ, 700 լարի մենակ տրանզիտի փող ենք տալիս, չհաշված ստայանքեքն ենք մտնեմ, ստայանքեքի գումարները 280 լարի, մի հատ է 40 լարի, այդ ենք տալի, այդ հաշվի չեն առնում, մեր ճանապարհածախսերը Ռուսաստանի հաշվի չեն առնում, սայլարկեքը ծախսը հաշվի չեն առնում, պլյուս դրան ինչ ծախսում ենք ճանապարհներին, կամանձիրոշնիա, բանա, ոչ մի բան հաշվի չեն առնում, էլի, ասիկա։ 7 տարիների ընթացքում հարկերը բարձրացել է։ Մենք առաջ աշխատում էինք միկրոյով, միկրո միջև 24 միլիոնը չգերազանցող հարգատեսակով ենք աշխատում մենք։ Հիմի դա փոխեցին շրջհարկ 5%-ով էլ ենք աշխատում։ Հիմա սարքել են 10%, մենք չենք կարող այդ ամեն ինչի տակից դուրս գանք։ Բեռնափոխադրման գները իջած է ընդհանուր։ Մենք չենք կարող հարկ տանք, մեքենա պահենք, ծախսեր անենք, դրսերեմ, ասենք այդ մեր առօրյան 8 իլակամիջ, ասենք, չենք կարող էլի, այդ ծախսերը մենք փակենք։ Վարկ ենք տալի, տուն ենք պահում, վերջով չենք կարող, այդ ամեն ինչը։ Բայց օրինակ Նիկոլ Փաշինյանը ասում է, աղքատությունը ձեր գլխում է։ Հիմա դուք կարողանում եք ձեր ուղեղով, ձեր շնորհքով հասնել ինչ-որ մի բանի, թե այդուամենայնիվ։ Դե չենք կարող հասնենք, փորձում ենք որ հասնենք, չենք կարող հասնենք։ Եթե սենց գնա չենք էլ հաղթահարի այդ աղքատությունը, ավել ենք հետ հալու։